Ողջույն բոլորին, այս տեսանյութում հունիսի 21-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 13:02 դեռ կլինի լուսնային 6-րդ օրը։ Սկսված ժամը 13:02-ից մինչև հունիսի 22-ը ժամը 14:23 կլինի արդեն լուսնային 7-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի երեկոյան ժամը 21:33-ից մինչև 21-ի գիշերը արդեն լույս 22 ժամը 00:55 րոպեն։ Հունիսի 21-ին մինչև ժամը 21:55 դեռ լուսինը գտնվելու է կույս նշանում, իսկ արդեն 21:55-ից արդեն լուսինը անցնում է կշեռք նշան։ Երբ որ գտնվում է կույս նշանում, ապա ենթաստամոքսային գեղձը, բարակ աղիքը, կույր աղիքը, հաստ աղիքը, մարսողական համակարգը, 12 մատնյա աղիքը, ուղիղ աղիքը, զգայարանները, տեսողություն եւ լսողություն, մարմնի եւ օրգանների այս մասերը այժմ ամենազգայունն են եւ ուշադրության կարիք ունեն, իսկ աճող լուսնի ժամանակ վիրահատություններ բացարձակապես չի թույլատրվում։ Եվ հետո արդեն անցնում է կշեռք նշան եւ այդ ժամանակ երիկամները, միզածորանը, միզապարկը, երակները, մաշկը, ենթաստամոքսային գեղձը, ինսուլինը եւ գլյուկագոնի մակարդակը, մարմնի եւ օրգանների այս մասերը եւս զգայուն են եւ լրացուցիչ խնամքի կարիք կունենան, եւս վիրահատություններ չի կարելի։ Լուսնային 7-րդ օրվա խորհրդանիշը դա ոսկե քնարն է, զարթոնքը, նաեւ գավազան, աքաղաղ, քամուվարդ, այսօրը Սրոշի օրն է, ով կատարում է Միքայել հրեշտակապետի գործառույթները։ Սա դրանքի եւ շատ ստրեսային օր է նաեւ համարվում։ Օրվա կարգախոսը տեսեք հնարավորությունները եւ օգտագործեք ձեր ներուժը։ Օրվա գույներն են կապույտ, կանաչ եւ մանուշակագույն։ Օրվա քարերն են սափիր, հելիոտրոպ եւ մարջան։ Ավարտին հասցրեք այն գործերը, որոնք երկար ժամանակ է չէիք ավարտում։ Այսօրվա յուրաքանչյուր խոսք կարող է կատարվել անգամ բարեմաղթանքը։ Եթե ինչ-ինչ պատճառով չեք կարողանում ասել ճշմարտությունը, ապա ավելի լավ է լռեք։ Բամբասանքն ու նախանձն անընդունելի են այսօր։ Լուսնային 7-րդ օրը եթե որևէ մեկին նախատեք, հայհոյեք, վատը մաղթեք, ապա նա կարող է ետ վերադարձվել ձեզ։ Ավելի լավ է այսօրը պարզապես լռել, ինչպես ասում են, լռությունը ոսկի է, եւ մեր լեզուն մեր թշնամին է։ Քանի որ մեկ անզգույշ բառով կարող եք դժվարություններ ներքաշել ձեր կյանք։ Եթե ստեք, ապա այն շատ արագ կբացահայտվի։ Այսօր դուք ոչինչ չեք կարող թաքցնել։ Չի կարելի կոտրել ճյուղերը, կտրել ծառերը, չտրորեք նաև խոտերը։ Եթե ցանկանում եք ճանապարհ գնալ, ապա այդ օրը շատ բարենպաստ է։ Հղիություն եւ բեղմնավորում։ 7-րդ լուսնային օրը բեղմնավորված երեխան կունենա ոչ այնքան երկար, բայց ոչ շատ դժվար կյանք։ Բազմաթիվ ճանապարհորդություններ, վառ իրադարձություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, այս ամենը ուղեկցում է բեղմնավորված մարդուն։ Իրենք հրաշալի գիտնականներ են, հիանալի բանախոսներ։ Իրենք գիտեն, թե ինչպես վարվել բառի եւ խոսքի հետ։ Միայն կարող է իրեն շատ ստել, որը կարող է իրենց խանգարել գիտական աշխատանքում։ Ընդհանրապես կյանքում շատ ակտիվ մարդիկ են։ 7-րդ լուսնային օրը ծնված երեխան ուժեղ եւ առողջ կլինի։ Իրենք մեծանում են խելացի, բայց թեթև մարդիկ։ Նրանց չի հետաքրքրում խորը գիտելիքները։ Ամեն ինչ պետք է մակերեսային լինի։ Այսօրվա հիվանդությունները վտանգավոր չեն։ Ովքեր հիվանդ են, ապա շատ արագ կապաքինվեն։ Ուշադրություն դարձրեք ձեր շնչառական օրգաններին։ Եթե երգում եք, ապա այսօր մի փոքր դադար տվեք ձեր ձայնալարերին։ Այսօրը հարմար չէ ատամնաբույժին այցելելու համար։ Մի սկսեք տան վերանորոգում, ավելի լավ է ավարտին հասցրեք այն, ինչը արդեն սկսել էիք։ 7-րդ լուսնային օրը բրոնխները, ձայնալարերը եւ թոքերը խոցելի են, բացի այն, որ լուսինը դեռևս գտնվում է մեկ այլ նշանում։ Սանրվածք։ Այս ժամանակահատվածում սանրվածք ցանկալի չէ։ Կարող է գրավել վեճեր, կոնֆլիկտներ։ Հարաբերությունները կարող են փչանալ, ոչ միայն վերադասի, այլև սիրելիների եւ ընկերների հետ։ Բայց այսօրը կոսմետիկ ընթացակարգեր շատ բարենպաստ են։ Շատ արդյունավետ են սնուցող դիմակները, դեմքի մաքրումը, մերսումը, մատնահարդարումը եւ պիդիկյուրը։ Մազերի ներկում։ Եթե այսօր ներկեք ձեր մազերը, ապա հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրությունը կգրավեք։ Բիզնես եւ աշխատանք։ Բարենպաստ է 7-րդ օրը սկսել այն բաները, որոնք
նախատեսում եք ավարտել նույն օրը։ Եթե դուք ունեք պատասխանատու հրապարակային ելույթ, ապա ավելի լավ է այն անցկացնել լուսնային 7-րդ օրը։ Այդ օրը հաջողությունը երաշխավորված է նույնիսկ, եթե սկսեք պոեզիա կարդալ ֆիզիկոսների լսարանի առջև։ Ամսվա լավագույն օրն է գովազդային արշավ սկսելու համար։ Կարող եք բանակցել, պայմանագրեր կնքել, հարցազրույցներ անցկացնել, եղեք բարեհամբույր։ Բացառեք ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ, կասկածներ եւ անվստահություն։ 7-րդ լուսնային օրը շատ բարենպաստ է ամուսնության համար։ Լուսնային 7-րդ օրը շատ կարևոր է բառերը, թե ինչպես են ձեզ ասում այն մասին, որ սիրում են ձեզ։ Դուք կարող եք պարզել դրանք արտասանողի իրական վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Օրինակ, եթե ձեր սիրելիին հարցնեք սիրում է նա արդյոք ձեզ, ապա նա այոյի փոխարեն պետք է ասի խելագարորեն եւ այլն։ Խուսափեք կոնֆլիկտների ձեր սիրելիի հետ։ Լուսնային 7-րդ օրը տեսած երազներն իրականանում են եւ շատ շուտ։ Եթե երազում որևէ բառեր կլսեք, փորձեք դրանք հիշել եւ գրի առնել։ Նա, ով ծնվել է 7-րդ լուսնային օրը, պետք է շատ զգույշ լինի իր խոսքերում։ Ձեր ցանկացած արտահայտություն, հատկապես էմոցիոնալ պահերում, արտահայտությունները կարող են իրականանալ։ Ձեզ համար պարզապես վտանգավոր է չմտածված բան ասելը։ Շատ օգտակար է լինել մաքուր օդում, լայն, բաց տարածքներում։ Որպես կանոն 7-րդ լուսնային օրը ծնվածները լավ առողջություն ունեն։ Նաև այսօր բարենպաստ է այգում աշխատանքներ կատարելու համար։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Ակտիվ գործողություններ բոլոր ոլորտներում, կարիերայի աճ, հանդիպումներ, ժամադրություն, ծանոթություն, հաղորդակցություն սիրելիների հետ, ֆիզիկական ակտիվություն, սպորտ։ Ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը։ Կատարել չպլանավորված խոշոր գնումներ, կատարել ռիսկային ներդրումներ, ալկոհոլային խմիչքների չարաշահում եւ չափից շատ ուտել։ 7-րդ լուսնային օրը հարմար է, բարենպաստ է ձուկ որսալու համար, գայլաձուկ, պերճ, կարպ։ Նաեւ բարենպաստ է թողնել ծխելը, պլաստիկ վիրահատության համար է լավ, պեդիկյուր եւ մանիկյուր, աշխատավարձի բարձրացման համար դիմելու, բնակարան գնելու, գումար հետ գցել հավաքել։ Նաև լոտոյի տոմս կարող եք գնել, գործարքներ կնքել, ջրհոր փորել, բարենպաստ է ձվերը դնել ինկուբատորի մեջ եւ իհարկե այգեգործության համար բարենպաստ է գերանիումի համար, կակաչների համար, սատիլների համար, նաև կարտոֆիլը պահելու համար, մարինացնել վարունգը, նաև բարենպաստ է սունկ հավաքել այսօր, սոխ հավաքել, սխտոր տնկել, բողկի հետ կապված ինչ-որ պահեր, որդատունք կտրել, խաղողի տնկում, ազնվամորի, նաև գլադիոլուսների համար է լավ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։